Ուզում սկսեմ կառավարության զեկույցի այն եզրակացությամբ, մեր մասով թերևս հիմնական եզրակացությամբ, որ նախորդ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար, եւ սա մենք պայմանավորում ենք իհարկե առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային ակտիվ ուրեմն քաղաքականությամբ, մեր կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է, սա թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, թիվ 10 առաջնահերթությունն է, եւ մենք համոզված ենք, որ սրա ուղիղ եւ հիմնական եւ եթե ոչ միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ապահովումն է, ոչ միայն, ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունը ընդհանրապես լավ գաղափար է, հակառակը զոհեր է ենթադրում, հակառակը, չգիտեմ, արյունահոսություն է ենթադրում եւ այլն, ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ հակառակը, որ խաղաղությունը ընդհանրապես այն միջավայրն է, միակ միջավայրն է, որտեղ մարդը կարող է, չգիտեմ, արարել, ապրել ուղղակի եւ երջանիկ լինել եւ զարգանալ, այլև պետք է խոստովանենք, սա էլ գաղտնիք չի, որ խաղաղությունը մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։ Նպատակին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաեւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, խնդիր ունենալով նախ ախտորոշել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա բացասական ագրեսիվ դրսևորումները, ապա կառավարել այդ դրսևորումները եւ լավ մտածված եւ իրականացված քաղաքականության շնորհիվ նվազեցնել բոլոր հնարավոր մարտահրավերները, ռիսկերը եւ հեռանկարում իհարկե զրոյացնել դրանք։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նշել, որ ինչպես նախկինում այս պահին եւս եւ հենց այս համատեքստում, այս փուլում նշած ասա համատեքստում մեզ համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի եւ կարգի տեսանկյունից։ Իհարկե առաջնային մեր ջանքերը ուղղված են մեր տարածաշրջանին, հասկանալիորեն հարաբերությունների կարգավորմանը այն հարևանների հետ, ում հետ մենք չունենք հարաբերություններ կամ ունենք թշնամանքի պատմություն, եւ հարաբերությունների էական զարգացում այն հարևանների հետ, ում հետ մենք հիմա էլ ունենք շատ ջերմ գործընկերային հարևանային հարաբերություններ։ Իհարկե առաջերտին պետք է Ադրբեջանի մասին խոսեմ, մի քանի տվյալներ ուղղակի ձեր գիտության համար։ 2024 թվականին տեղի ունեցել վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկու պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների 5 արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններն ըստ էության ընթացել են երկկողմ ձևաչափով, բայց արդյոք ուզում եմ օգտվել եւ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, կողմերին, ովքեր պատրաստակամություն են շարունակաբար հայտնել հյուրընկալել մեր հանդիպումները, կազմակերպել այդ հանդիպումները։ 2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի ունենում առաջին անգամ։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատում սահմանագծում։ Օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների ուրեմն համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան ներպետական ընթացակարգերով ավերացվեց, եւ ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացը ակնհայտորեն դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա, աշխատանքները շարունակվել են եւ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում 2025 թվականին։ Գիտեք, որ 25 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը
համաձայնություն է ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ուրեմն սահմանակետից եւ շարժվել դեպի հարավ շարունակվել է աշխատանքը հատվածի մասին մի քիչ խոսեցինք։ Իհարկե, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության ենք կենտրոնում են եղել նաև այն հարցերը, որոնք դուրս են մնացել օրինակ խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ եւ այստեղ առաջին հերթին իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը եւ իհարկե առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար ապաշրջափակման ուղղությամբ ուղղակի ավելացնեմ, որ մենք դեռ սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, քիչ առաջ նշածս առաջարկի վերաբերյալ, կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է եւ երկու երկրների շահերին, եւ տարածաշրջանային երկրների շահերին եւ ավելի նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին, սա մեր մոտեցումը արտացոլված է տեղյակ եք խաղաղության խաչմերուկ նախագծում, ուրախությամբ պետք է ուղղակի փաստենք, որ նախագիծը ավելի է հայտնի դառնում աշխարհում եւ կան բազմաթիվ երկրներ, որոնք շարունակվում են եւ այդ շարքը շարունակվում է, այս գործընթացը շարունակվում, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղության խաչմերուկում, ողջունում են խաղաղության խաչմերուկը իրենց պլաններում կամ տեսլականներում կապում են խաղաղության խաչմերուկը իրենց վերաբերելի եւ իրենց համար կարեւոր տրանսպորտային հանգույցներին, լոգիստիկ ծրագրերին վերջին երկու օրինակ ուղղակի բերեմ, որտեղ մի քանի օրվա պատմություն է Չինաստանում տեղ ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից եղավ համապատասխան արձանագրություն, հաղորդագրություն եւ այդտեղ եւս երկու կողմերը Հայաստանը եւ Չինաստանը կարեւորություն հաղորդեցին խաղաղության խաչմերուկին։ Խաղաղության խաչմերուկը արտացոլված էր նաեւ երկու օր առաջ Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթի մեջ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։